Ես շարունակում եմ կրկնել այն համարձակ միտքը, որ այն անցած անգամ նշեցի, բավական հետաքրքիր արձագանքներ կան որոշ շրջանակների կողմից, այն միմյանց վրա չհարձակվել պակտին է վերաբերում, որը կարծում եմ պետք է լուրջ քննարկումների, համահայկական քննարկումների առիթ պետք է լինի։ Ես օրինակ կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարց չէ։ Եվ այստեղ մենք պիտի կարողանանք զանազանել ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների փոխադարձ ճանաչելիությունը եւ դիվանագիտական ներկայացուցությունների բացումը մի հարց է, հայ-թուրքական կնճիռը ընդհանրապես շատ ավելի ընդգրկուն հարց, որի մեջ ներգրաված պետք է լինի ամբողջ հայությունը իր ամբողջական կարողականությամբ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը համայն հայության հայրենիքն է եւ պետությունը։ Դա պիտի նաև կիրառական իր ազդեցություն նշանակություն ունենա։ Դա չի կարող այսպես ասել, որ դուք մեզ միացեք, մենք այստեղ ոնց ապրենք։ Հա, կա այդ մոտեցումը, ինչ որ վերջին մի քանի տարվա ականատեսն ենք։ Սա առաջին բանաձևում, որ հայ-թուրքական կնճիռը կարգավորելու կամ ինչ-որ լուծումներ ուրվագծելու համար դրանում պետք է ա. ներգրավված լինի համայն հայության ինստիտուտները եւ բ. միջազգային միջնորդական ճակերտավոր, թեկուզ եւ ժամանակավոր ինստիտուտ։ Երկրորդ բանաձևումը հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ցանկացած հեռանկար չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի եւ հեռանկարի վրա։ Սա երկրորդ բանաձևումը։ Երրորդ բանաձևումը, եթե փորձեմ տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար առանցքային նշանակություն պիտի տրվի, այդ թվում պետական մակարդակով պիտի խրախուսվի երկու ստեկ։ Ես մեր կողմից եմ խոսում։ Հարային դիվանագիտությանը, որի խնդիրը մասնագիտական նաև խմբերի աշխատանքի շեշտադրումով, իհարկե, եւ դա չի կարող անդրադառնալ պատմության վերաշարադրման կամ ռևիզիոնիզմի հիմք հանդիսանալ։